Գորաշկն ամեն օր ուղերձների շարք։ Անցի՛ր աղոթքի կյանքի նոր չափողականության։ Աստված սպասում է, որ քո աղոթքի կյանքը նոր հարթություն տեղափոխես։ 4 Սաղմոսի 1-ին խոսքում կարդում ենք. «Երբ կանչեմ, լսի՛ր ինձ, ո՛վ իմ արդարության Աստված. նեղության մեջ ազատեցի՛ր ինձ, ողորմի՛ր ինձ և լսի՛ր իմ աղոթքը»։ Սիրելի՛ բարեկամ, երբեմն մեզ կարող է թվալ, թե Աստված չի լսում մեր աղոթքներն ու աղաղակները։ Բախվելով Նրա լռությանը՝ մենք սկսում ենք ավելի ու ավելի խնդրել, աղաչել, ավելի ջերմեռանդ աղաղակել, նման այն սոված կամ վախեցած երեխային, որ բղավելով փնտրում է իր մայրիկին։ Մեր կյանքի ճգնաժամային պահերին մենք հենց նման կերպ պետք է աղաղակենք մեր երկնային Հորը։ Եթե չգիտես ինչից սկսել աղոթքդ, ապա ուղղակի աղոթի՛ր սրտիցդ բխած անկեղծ խոսքերով։ Աստծու կամքն է, որ դու Իր հետ անկեղծ և ուղիղ լինես։ Նա նույնպես ուզում է խոսել քեզ հետ։ Նա տարբեր կերպերով կպատասխանի քեզ՝ քո օգնության աղաղակներին։ Սա անելու համար Նա տարբեր միջոցներ կօգտագործի։ Տերը կարող է խոսել քեզ հետ քո կյանքի իրավիճակների միջոցով։ Նա կարող է քեզ որևէ միտք տալ, ինչ-որ ազդակ ուղարկել կամ ներսումդ որևէ զգացում դնել, որով քեզ ցույց կտա ելքը ստեղծված իրավիճակից։ Նա կարող է մարդիկ ուղարկել քո կյանք, որոնք կհաստատեն Աստծուց քեզ տրված մտքերն ու ուղղորդումը։ Ուշադիր եղի՛ր աստվածավախ մարդկանց ասած խոսքերին, այսինքն՝ այն մարդկանց, որոնք Աստծու կամքի մեջ են քայլում։ Ականջ դի՛ր հավատարիմ հովիվների և առողջ հոգևոր առաջնորդների խոսքերին։ Տերը կարող է խոսել քեզ հետ Աստվածաշնչի միջոցով։ Սուրբ Գրքի մեկ խոսքը կարող է ջերմացնել քո սիրտը և ուղղորդել քեզ։ Այնուհետև աղոթքի մեջ կենտրոնացի՛ր այդ խոսքի շուրջ քո ունեցած մտքերի և Աստծու կամքի վրա։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, առաջարկում եմ քեզ աղոթել ինձ հետ միասին այս կարճ աղոթքով. «Տե՛ր, ես փափագում եմ լսել Քո ձայնը։ Ամեն անգամ, երբ Քեզ ավելի եմ մոտենում, ավելի ու ավելի եմ ցանկանում հանձնվել Քո Սուրբ Հոգուն, որպեսզի կարողանամ կատարել Քո կամքն ու համահունչ լինել Քո ծրագրերին։ Սովորեցրո՛ւ ինձ, խնդրում եմ, աղոթել իմ սրտից բխած անկեղծ խոսքերով։ Սովորեցրո՛ւ ինձ նաև, որ լսեմ Քեզ և հնազանդվեմ իմ լսածին։ Աղոթում եմ և խնդրում Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամեն»։ Աստված փափագում է լսել քո աղոթքը։ Նա նաև ուզում է, որ դու լսես Իր պատասխանը։ Բաց եղի՛ր Նրա խոսքի հանդեպ։ Եղի՛ր ուշադիր և սպասի՛ր Նրա խոսելուն։ Այսօր Աստված Ինքն է քեզ քաջալերելու։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։